Միջերկրական ծովից մինչև Սև ծով, Եվրոպայի անվտանգության նոր կամար։ Այս խորագրով թեմատիկ քննարկում է սկսվել Դելֆոսի տնտեսական ֆորումի շրջանակներում։ Ելույթ է ունենում Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին նաև անցկացնում է դեմարդեմ բանավեճեր։ Կկանչեն արդյոք Եվրամիության դեսպանին արտաքին գործերի նախարարություն։ Իշխող թիմում կարծում են, որ Պավել Հերչինսկին պետք է պարզաբանումներ տա իր հայտարարության վերաբերյալ։ Նրա խոսքերը իշխանական թիմը գնահատում է որպես ուղղակի սպառնալիք։ Դիվանագետի մեկնաբանության մեջ, որտեղ նա զրուցում է Վրաստանի անցյալի մասին եւ հիշատակում քաղաքացիական պատերազմը, աղքատությունն ու դժվարությունները, ընդդիմության մի մասը տեսնում է ոչ պրոֆեսիոնալիզմ, իսկ իշխանության ընդդիմախոսների մյուս մասը Հերչինսկու հայտարարության մեջ խնդիր չի տեսնում։ Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպանը հայտարարել է. «Չպետք է թույլ տանք, որ հյուրընկալ վրացի ժողովուրդը վերադառնա բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների եւ կոռուպցիայի մութ ժամանակներին։ Այն, ինչ որոշվելու է առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, կսահմանի պատկանում է արդյոք Վրաստանը եվրոպական երկրների ընտանիքին, որը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայունության եւ մարդու իրավունքների վրա, թե ցավոք կվերադառնա իր մութ անցյալին»։ Վրաստանում ընթացող գործընթացների մասին զրուցել են ընդդիմադիր դաշինքի անդամները Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Քննարկել են պատժամիջոցները, դաշինքի շուրջ ընթացող գործընթացները, նրանց ապագա ծրագրերը եւ երկրի զարգացման տեսլականը։ Չնայած ներքին տարաձայնություններին, քննարկմանը ներկա է գտնվել նաև ազգային շարժման անդամ Գիա Բարամիձեն։ Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Ընդդիմադիր դաշինքը եւ Միխեիլ Սահակաշվիլին կրկին հակադրվում են միմյանց։ Նախկին նախագահը դժգոհում է դաշինքի գործողությունների ծրագրից, սակայն չի պատրաստվում դուրս գալ դաշինքից, քանի որ նրա հայտարարությամբ դա այժմ 10-րդ կարգի եւ լիովին անտեղի հարց է։ Միխեիլ Սահակաշվիլու հայտարարությամբ սխալ է քաղաքականությունը ամբողջությամբ փողոցային պայքարով փոխարինելը։ Նրա պարզաբանմամբ ընդդիմությունը պետք է դադարեցնի նախապես գծված ուղղությամբ նույն շրջանակում պտտվելը։ Սահակաշվիլու քննադատությունը ընդդիմադիր դաշինքը գնահատել է որպես անձնական հարձակում։ Իշխող թիմում հակամարտությունը զարմանալի չեն համարում, որտեղ ասում են, որ ի սկզբանե պարզ էր, որ դաշինքը երկար չէր կարող պահպանել միասնությունը։ Ընդդիմադիր դաշինքում առկա հակասություններին արձագանքում է Լևան Խաբեիշվիլին։ Հայտարարությունը նա արել է իր դատական նիստում։ Նրա խոսքով մշտապես սպասում են, թե ինչ կասեն Բրյուսելում եւ Վաշինգտոնում։ Անհրաժեշտ է սկսել հանդիպումներ քաղաքացիների հետ։ Այսօր տեղի է ունեցել Լևան Խաբեիշվիլիի եւ Մուրթազ Զոդելավայի գործով հերթական դատական նիստը։ Հարցաքննվել են մեղադրող կողմի վկաները։ Հիշեցնենք, որ Լևան Խաբեիշվիլիին մեղադրում են պաշտոնատար անձին ապօրինի գործողության համար կաշառք խոստանալու եւ պետական իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ, իսկ Մուրթազ Զոդելավային մեղադրանք է առաջադրվել պետական անվտանգության ծառայության քննիչի գործունեությանը խոչընդոտելու մեջ։ Այս պահին դատարանը քննարկում է լրտեսության մեջ մեղադրվող անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Նրա հետ միասին մեղադրվում են եւս երկու անձ, որոնց մեղադրանք է առաջադրվել առանց նրանց ներկայության։ Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության հետաքննությամբ պարզվել է, որ նրանք Վրաստանի շահերին հակառակ օտարերկրյա հետախուզական ծառայության հանձնարարությամբ հավաքել եւ փոխանցել են տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում տվյալներ Վրաստանի իրավապահ մարմինների եւ ռազմավարական օբյեկտների մասին։ Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Խմբով բռնության կիրառմամբ կատարված կողոպուտի, գողության եւ համակարգչային տվյալների վնասման մեղադրանքով ձերբակալվել են 4 անչափահասներ։ Հետաքննությամբ պարզվել է, որ անչափահասները նախնական համաձայնությամբ Թբիլիսիում գտնվող մթերային խանութներ եւ դեղատների ցանցեր էին թալանում, յուրացնելով տարբեր արժեքի ապրանքներ եւ գումարներ։ Առևտրային օբյեկտներին պատճառվել է մինչև 30,000 լարիի ֆինանսական վնաս։ Մեղադրյալներից մեկը նաեւ բռնությամբ թալանել է տաքսու վարորդին եւ ապօրինի տիրացել նրա իրերին, այդ թվում բանկային քարտերին։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում։ Դիտավորյալ սպանության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում գտնվող բնակարաններից մեկում սառը զենքի կիրառմամբ մահացու վերքեր է հասցրել օտարերկրյա քաղաքացու եւ թաքնվել դեպքի վայրից։ Դեպքից մի քանի ժամ անց նշված անձը ներկայացել է ոստիկանություն, խոստովանելով մեղքը եւ ներկայացրել հանցագործության գործիքը։ Համապատասխան քննչական գործողություններ անցկացնելուց հետո նա ձերբակալվել է որպես մեղադրյալ։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարվա ժամկետով ազատազրկում։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները կանխել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ներմուծման փաստը Վրաստան։ Ոստիկանությունը ձերբակալել է 1987 թվականին ծնված տղամարդուն Քութայիսի միջազգային օդանավակայանում, իսկ 1958 թվականին ծնված անձին մաքսային անցակեց Սարփիի տարածքում։ Առգրավվել է 247 հապ սուբոքսին։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Խաղողի և գինու մասին օրենքում փոփոխություններ են կատարվում։ Վրացական գինու որակի բարելավման նպատակով բոլոր կատեգորիաների գինիները կենթարկվեն օրգանոլեպտիկ փորձաքննության։ Մասնավորապես, նախատեսվում է ալկոհոլային խմիչքների մակնշման ներդրում և ստուգումների ընդլայնում։ Մեկ շշի համար ենթադրյալ արժեքը կկազմի 10 թեթրի։ Այս պահանջը չի տարածվի այն փոքր մառանների վրա, որոնք տարեկան արտադրում են 25,000 լիտրից պակաս գինի։ Օրինագիծը այսօր քննարկվել և հավանության է արժանացել խորհրդարանի տնտեսական քաղաքականության նիստում։ Նախաձեռնողը գյուղատնտեսության նախարարությունն է։